We heard a little bit earlier from Prime Minister Pashinyan, who also noted the importance, of course, of peace and stability and the steps that Armenia is taking currently to increase connectivity with its neighbors and with nations like Turkey. How has this agenda, how have these steps to expand economic ties and regional cooperation frameworks enhanced connectivity? And what kind of role does connectivity play in advancing the peace process and strengthening confidence and trust among neighbors? Շնորհակալ եմ հարցի համար, բայց ես էլ նախ ուզում եմ գործընկերներիս շնորհակալություն հայտնել իրենց ելույթների եւ այդ ելույթներում դրական շեշտադրումների վրա կենտրոնանալու համար եւ կարծում եմ օգոստոսի 8-ի իրադարձության մթնոլորտն է, որ նաեւ այստեղ արտահայտվում է։ Մենք մի տարի առաջ նման բան չենք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին, Վրաստանի վարչապետին միշտ ենք շնորհակալություն հայտնում, այդտեղ նորություն չկա, բայց մի տարի առաջ չենք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին կամ նախագահին, Ադրբեջանի վարչապետը շնորհակալություն հայտներ Հայաստանի վարչապետին եւ սա շատ կարևոր իրադարձությունների մասին է վկայում եւ ես ուզում եմ ընդգծել, որ իսկապես մեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է եւ ուզում եմ այս նրբության վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ թե իմ, թե նախագահ Ալիևի կողմից այս շեշտադրումն է արվում եւ դա իրողություն է։ Փոխկապակցվածությունը կարծում եմ շատ կարևոր է հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու համար, որովհետև իմ ելույթում ես փորձեցի դա ընդգծել, որ գիտեք այնուամենայնիվ տրանսպորտային կապերը դրանք արդեն ընդգծեցի, որ բերում են միասնական օգուտներ, բայց պետք է ուղիղ ասել նաև, որ դրանք բերում են, եթե կարելի է այսպես ասել, փոխկախվածություններ։ Իհարկե բառը կարող է քաղաքական առումով բարեհունչ չհնչել, բայց սա շատ կարևոր գործոն է, այսինքն ինչ է նկատի առնվում, երբ որ երկրները սկսում են իրար հետ համագործակցել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում, դա ինչ էֆեկտի է բերում, դա բերում է տնտեսական աճի էֆեկտի, դա բերում է բյուջետային եկամուտների աճի, դա բերում է պետական ծախսեր անելու եւ հանրությունների բարեկեցության մակարդակը բարձրացնելու էֆեկտ է բերում եւ հանկարծ երկրները հասկանում են, որ փոխադարձաբար հետաքրքրված են միմյանց կայունությամբ, տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, երկրների ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններով, որովհետեւ շատ կարեւոր է, որ երկրները Ես տվյալ դեպքում Հարավային Կովկասի երկրների մասին եմ խոսում, իրենք մենք իրար հետ հաղորդակցվելիս, մենք վստահ լինենք, որ հաղորդակցվում ենք իրար հետ եւ մենք կարող ենք հասնել ձեռք բերել պայմանավորվածություններ եւ իրականացնել այդ պայմանավորվածությունները։ Եվ այս առումով իսկապես մեզ եւ մի ուրիշ բան էլ, որ երեք ես վարչապետ Կոբախեիձեի հետ մենք այդ թեման քննարկել ենք, ես կիսել եմ այս իմ միտքը վարչապետ Կոբախիձեի հետ, երբ որ գիտեք հիմա այս հաստատված խաղաղությունը նաև մեզ համար շատ լավ հնարավորություն է հետադարձ հայացքով նայել մեր վերջին ավելի քան 100 տարվա պատմությանը։ Եվ երբ որ մի փոքր այլ դիտանկյունից ենք նայում մեր վերջին 100 տարվա պատմությանը, մենք հասկանում ենք, որ մեր պատմությունները փոխկապակցված են իրար հետ։ Ես բերեմ ամենապարզ եւ հանրահայտ օրինակը։ 1918 թվին Հայաստանը, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը մի քանի օրվա ընթացքում անկախություն ստացան։ Հետո որոշ ժամանակ անց Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ ոչ 3 օրում, անկախությունը 3 օրում ստացան իրար հետ,
մի քիչ ավելի երկար տևեց, բայց նույն ժամանակաշրջանում կորցրին իրենց անկախությունը։ 1991 թվականին երեք երկրներ էլի ըստ էության միաժամանակ անկախություն ստացան։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ մենք մեր պատմությունից պետքա դասեր քաղենք, ես կարծում եմ, որ մենք 1991 թվականին 1918-20 թվականների մեր պատմությունից բավարար դասեր չէինք քաղել եւ չէինք հասկացել, իսկ ի՞նչն է պատճառը, մենք իրար հետ ստացանք անկախություն, իրար հետ կորցրինք անկախությունը։ Սրա պատճառներից մեկն այն է, որ մենք չգնահատեցինք միմյանց համար իրար անկախությունների, ինքնիշխանությունների եւ պետականությունների կարեւորությունը։ Մեզ թվում էր այդ ժամանակաշրջանում կամ մեր նախնիներին թվում էր, թե մենք կարող ենք իրար հետ պայքարում ավելի մեծ օգուտներ ստանալ։ Մինչդեռ պատմությունը ցույց տվեց, որ իրար հետ պայքարում մենք կարող ենք միայն կորուստներ ունենալ եւ կորցնել ամենակարևորը՝ պետությունը, անկախությունը։ Եվ ես ուզում եմ նաեւ մի այսպիսի չհամաձայնեցված գոնե իմ ընկալումը եզրակացություն անել, որ ինչու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր դարձավ։ Ես կարծում եմ, սա չքննարկված բան է, ես սա իմ տպավորությունն եմ ասում եւ իմ մտածումներն եմ ասում, մենք նախագահ Ալիևի հետ այս թեմայով երբեք քննարկում չենք ունեցել։ Իմ կարծիքով այնուամենայնիվ մի չերևացող գործոն կա, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը։ Մենք սկսեցինք հնարավորություն ստեղծվեց ավելի լայն համապատկերում տեսնել Հարավային Կովկասը եւ հասկանալ, որ այնուամենայնիվ եւ ինչպես պատմությունը ցույց է տալիս, ի հեճուկս կոնֆլիկտի, հակասությունների եւ երկարատև թշնամանքի, այնուամենայնիվ մեր եւ Ադրբեջանի պարագայում նկատի ունեմ, այնուամենայնիվ Հարավային Կովկասի երկրների ճակատագրերը ունեն որոշակի փոխկապակցվածություններ եւ կոնֆլիկտը, թշնամությունը մեզ հաճախ թույլ չի տալիս նկատել ընդհանուր շահերի այն բազան, որը մենք կարող ենք ունենալ։ Այսօրվա այս դրական մթնոլորտը ինչի մասին է։ Մենք դա չի նշանակում, որ մեր կոնֆլիկտի պատմությունը վերացել է, ուղղակի մի օրում ջնջվել է։ Ոչ չի կարող լինել այդպիսի բան։ Նշանակում է ուրիշ բան, որ մենք սկսել ենք մի փոքր ավելի շատ նկատել, որ Հարավային Կովկասի երկրները, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը ունեն ընդհանուր շահեր եւ կա հավանականություն, որ այդ ընդհանուր շահերը ունեն ռազմավարական նշանակություն։ Եվ ես իրականում չշեղվեցի տրանսպորտի մասին, հաղորդակցության մասին ձեր հարցից, որովհետեւ նաեւ երբ որ մենք հարցերին այս դիտանկյունից նայենք, ես կարծում եմ, որ մենք կկարողանանք տարածաշրջանային մրցակցության, որտեղ երկրները մրցակցում են իրար հետ, մարդիկ են մրցակցում, կուսակցություններ են մրցակցում, այդ ամեն ինչ նորմալ է, բայց այդ էներգիան մենք Հարավային Կովկասում կարող ենք օգտագործել համագործակցության մթնոլորտ ձևավորելու համար, հասկանալով, որ այն բեռները, խողովակաշարերը, որոնք կանցնեն մեր տարածաշրջանով, փաստորեն նրանք եկամուտ են բերելու մեր բոլոր երկրներին։ Հետևաբար ստացվում է, որ մենք ընդհանուր գործընկերություն ունենք։ Հետևաբար մենք բոլորս, երբ որ մեր պետական բյուջեի եւ հանրային եկամուտները կմեծանան, մենք բոլորս մի օրակարգ ենք ունենալու ինչ անել, որպեսզի այդ եկամուտները առաջինը չնվազեն եւ ընդհակառակը ավելանան։ Ահա եւ ամենապարզ այն ընդհանուր շահերի բազան, որի մասին ես խոսում էի։ Շնորհակալ եմ։